Star News-ը հետևել է «Օձի լեզու» հաղորդման հերթական եթերին, որի ընթացքում Արա Ղազարյանն ու Մեհեր Բաղդասարյանն անդրադարձել են վերջին օրերին համացանցում լայն քննարկման արժանացած «Լույսը վառիր» հաղորդմանը, որտեղ հյուրընկալվել էին բլոգերներ։ Հանրության մի մասը քննադատում էր հաղորդավարներին, մյուս մասը՝ հյուրերին։ Արա Ղազարյանի խոսքով. «Ես հաղորդումը նայեցի և հասկացա, որ երկուսն էլ ունեն մեղքի հավասար բաժին։ Քննարկումները շատ գունեղ ու աղմկոտ էին, բայց ես չտեսա ամենակարևոր բանը։ Երկու կողմից էլ չեղավ ներողություն։ Թվում էր բոլորն ունեն չտեսնված պագոններ։ Բոլորը կարծում են, որ կարելի է սխալվել, իսկ այդ սխալը երբեք չընդունել, ընդունելն էլ ամոթ են համարում։ Ամբողջ հաղորդման ընթացքում առկա էր պասիվ ագրեսիա, որը կարող էր նույնիսկ ամենահավասարակշռված մարդուն հունից հանել։ Բլոգերներն էլ քանի որ պատրաստ չէին, առանձնապես չէին փայլում ինտելեկտով, ակնհայտ էր, որ չէին կարողանում հակադարձել կամ էլ իրենց միտքը ճիշտ ձևակերպել։ Արդյունքում շաղ էին տալիս մրգի մարգարիտներ, ինչը առիթ էր տալիս դրանք վերցնել և ագրեսիվ վերադարձնել։ Այն, որ տվյալ բլոգերներն արտահայտում էին կարծիքներ, որոնց հետ ես համակարծիք չեմ, հստակ է։ Սա օրինակ կապ ունի գիրք կարդալ-չկարդալու մշակույթի հետ։ Տիգրանին վերաբերվում եմ շատ լավ և նրա արած աշխատանքը հանրայինում շատ բարձր եմ գնահատում, բայց չեմ հասկանում այս ձևաչափում նրա մոտեցումը։ Գործընկերուհու պարագայում էլ չեմ կարողանում հասկանալ ներքին ագրեսիան, թունավորությունը, մուննաթը, հյուրի հանդեպ ատելությունն ու պաթոսը։ Ասաց Մեհերը։ Նշենք, որ «Լույսը վառիր» հաղորդման վերջին թողարկումը վերածվեց իրական տեղեկատվական պայթյունի։ Հաղորդման հյուրերն էին բլոգերներ Ռաֆիկ Համբարձումյանը, Հայդ Ալեքը, Ելենա Վարդերեսյանը և դերասան Համլետ Չոբանյանը։ Սակայն այն, ինչ պետք է լիներ կարծիքների փոխանակում, վերածվեց լայնամասշտաբ քննարկումների, քննադատությունների և արդեն բացահայտ հակամարտության։ Մի քանի օր է ամբողջ համացանցը խոսում է հենց այս եթերի մասին։ Դերասաններն ու բլոգերները կարծես բաժանվել են երկու ճամբարի, և շատերի կարծիքով սա պարզապես սկիզբն է մի մեծ ճակերտավոր պատերազմի նրանց միջև։ Բուն սկանդալի պատճառը դարձավ Ռաֆիկ Համբարձումյանի եզրափակիչ խոսքը, որտեղ նա առաջին հայացքից հարգալից տոնով, սակայն բավական կոշտ բովանդակությամբ արձագանքեց Համլետ Չոբանյանի խոսքերին։ Համլետին շատ հարգեցի, սիրեցի, բայց իր խոսքում անընդհատ ասում ա, որ մեր դեմ բան չունի։ Բայց ամբողջ մոնոլոգի ընթացքում վիրավորում ա, էժան կոնտենտ անող, դեգրադացված։ Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Եթե թատրոն չի գնում, չի նշանակում դեգրադացված ա։ Ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ ցավոք կմահանա։ Այս խոսքերը կայծակի արագությամբ տարածվեցին համացանցում, առաջացնելով բուռն արձագանքներ։ Շատ դերասաններ ու մշակույթի ներկայացուցիչներ Ռաֆոյի հայտարարությունները համարեցին վիրավորական, վտանգավոր և անթույլատրելի, նշելով, որ նման մոտեցումները արժեզրկում են մշակույթն ու թատրոնը։ Միևնույն ժամանակ բլոգերներն ու բազմաթիվ հետևորդներ հակադարձեցին, փորձելով բացատրել նրա խոսքերի էությունը։ Նրանց կարծիքով խոսքը թատրոնի դեմ չէր, այլ այն մասին, որ արվեստը պետք է քայլի ժամանակին համընթաց և չկորցնի կապը հասարակության հետ։ Սոցցանցերում կարելի է տեսնել սուր մեկնաբանություններ, փոխադարձ մեղադրանքներ և նույնիսկ անձնական հարձակումներ։ Ոմանք կանգնել են դերասանների կողքին, պաշտպանելով դասական արվեստը։ Մյուսները բլոգերների, շեշտելով, որ ժամանակները փոխվել են, իսկ կոնտենտի ձևերն էլ նույնքան։ Հայտնի դերասաններ ու բլոգերներ մեկը մյուսի հետևից արտահայտվում են, փորձելով պաշտպանել իրենց դիրքորոշումը կամ հակադարձել հնչած մտքերին։ Դերասանուհի Անահիտ Մանուկյանն իր գրառմամբ ընդգծել է արվեստի հավերժական արժեքը, միաժամանակ խաղաղ, բայց ուղերձով լի տոնով։ Արվեստը, թատրոնը միշտ են ապրել ու հրաշալի կլինի, որ ապրեն նաև մեր բոլորի կյանքում։ Նա նաև անձնական հրավեր է ուղղել Ռաֆիկ Համբարձումյանին ներկա գտնվելու այն ներկայացմանը, որտեղ խաղում են տաղանդավոր դերասաններ։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով նաև արվեստի պատմության ուսուցչուհի է, հարցին մոտեցել է կրթական տեսանկյունից։ Ինքս լինելով արվեստի պատմության ուսուցչուհի, իմ նպատակն արվեստը սիրել, ստիպելը չէ։ Եթե ոչ մաքսիմալ, ապա գոնե մինիմալ գիտելիք փոխանցելն արդեն մեծ գործ է։ Նա նաև ընդգծել է. Ճիշտ մարդը այս պատմության մեջ նա է, ով չի իջեցնում ուրիշի աշխատանքը։
Ամենակոշտ արձագանքներից մեկը պատկանում է դերասանուհի Վիկտորիա Սահակյանին։ Թատրոնը առաջացել է մոտավորապես մ.թ.ա. 350 թվականին, բլոգինգը 1990-ականներին, իսկ Հայաստանում վերջին տարիներին է սկսել թափ հավաքել։ Նենց որ մի 2000 տարի զբաղվեք, հետո եկեք շփվենք։ Դերասանուհի և բլոգեր Ռուզաննա Մանուչարյանը փորձել է կամուրջ կառուցել երկու կողմերի միջև։ Թատրոն գնացող հասարակությունը չի մահանա։ Թատրոն գնացող հասարակությունը չի մահացել անտիկ դարաշրջանից։ Միաժամանակ նա բարձր է գնահատել նաև բլոգինգով զբաղվողների աշխատանքը, ընդգծելով, որ ոլորտները կարող են գոյակցել առանց միմյանց արժեզրկելու։ Իսկ բլոգեր Նինա Տիտանյանը անդրադարձել է հաղորդավարների մասնագիտական ու էթիկական պատասխանատվությանը։ Միտքը, որ Ռաֆոն արտահայտել է թատրոնի մասին, համաձայն չեմ, որովհետև ես ինքս գնում եմ թատրոն, ներկայացումներ նայում եմ։ Ունենք հոյակապ թատրոնի դերասաններ, բայց եթե նայենք ֆուլ հաղորդումը, 3 մարդ նստած կոնկրետ արժեզրկում են մեր աշխատանքը, էնպիսի կերպով, ոնց որ մենք անբարոյական լինենք, առանց արժեքների։ Իսկ հենց ինքը Ռաֆոն իր ինստագրամյան հարթակում նման գրառում էր արել. Ինձ շատ դժվար է նեգատիվ տալը և ստանալը, ինձ հոգեպես դժվար է, բայց ցավոք արդեն քանի տարի է ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր միայն ու միայն թունավորում, փնովում ու ինքնահաստատվում են ինձ վրա, օգտվելով իմ սրտացավությունից, բարիությունից ու ամենակարևորը անկեղծությունիցս։ Հայտնի բլոգեր Հայկ Մկրտչյանն էլ ինստագրամում տեղադրել էր այն լուսանկարը, որտեղ մերժել էր հաղորդման հրավերը, որից հետո հոլովակի տեսքով անդրադարձել էր հարցին և արտահայտել իր կարծիքը, որն էլ առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Վայ, մի քանի զուտ միտք ասեմ, որոնք իմ մոտ արձագանքել են ու ես անարդարացի եմ համարում նման մտքերի հանրայնացումը, որովհետև անմիջապես ազդում են իմ մասնագիտացման վրա։ Կան ինչ-որ ժամանակ, որ ես ինքս ամաչում էի ասեի, որ բլոգեր եմ, որովհետև ինչ-որ տեսակ անլրջություն կար, իսկ հետո ու հիմա էլ հպարտությամբ հայտարարում եմ, որովհետև ունենալ լսարան ու լինել կարծիքի առաջնորդ բավականին և պատասխանատու է և մեծ կարողությունների հանրագումար է պահանջում այդ անելու համար։ Առաջին միտքը, որ Ռաֆոյին հարցնում են դու ո՞նց ես բացատրում, որ Գյումրիում ինչա բլոգեր ուներ ավելի լուրջ մասնագիտացում, նախ մեզանից ոչ ոք իրավունք չունի մտքում ունենալու հիերարխիա մասնագիտությունների մասին։ Եթե անգամ մարդը չունի մասնագիտություն, դա քեզ ոչ մի իրավունք չի տալիս իրան դասավորել բուրգի տարբեր գագաթներում։ Սա լավ է, սա վատ է, սա ավելի իմիջային է, սա պակաս կարևոր է, չկա նման բան։ Մեզանից յուրաքանչյուրը զբաղվում է ու ցանկալի է զբաղվի նրանով, ինչը առավել համապատասխանում է իր բնույթին ու էությանը, եթե մարդը գտել է մի բան, որից ինքը հաճույք է ստանում, դա բարձրագույն երջանկություն է, որը զուգահեռաբար իրան նաև գումար է բերում։ Սենց մի հատ առանձին միտք, որ կուզենայի մեխենք, մյուսը մարզային բնակիչների հանդեպ խտրական վերաբերմունքն է, ոնց որ իրանք չեն հասկանում, Գյումրիում չեն հասկանում բլոգերը ինչ է, մինչդեռ Հայաստանում արդեն իսկ վաղուց յուրաքանչյուրի համար ակնհայտ է, թե մենք ինչով ենք զբաղվում։ Նույն հարցը ես կարայի տայի, որ ցանկացած մարդ չի կարող, օրինակ, ինչ մասնագիտացում կա, պայմանական project manager, քեզ հարցնեմ անգամ, դու կարաս չկարողանաս պատասխանես, A/B թեստ անող չես կարա անցալես, չես, ու կա մի շարք մասնագիտացումներ, որոնք չես կարա, բայց բլոգինգը հաստատ դրանց շարքին չի դասվում, առավել ևս կամահրական վերաբերմունքը մարզային բնակչության հանդեպ զերոյական տեղ ուներ։ Հասկանալի պահը ընդհանուր էս ամեն ինչում, երբ որ դու մարդուն հրավիրում ես որպես հյուր, քո վերաբերմունքը իրա հանդեպ չի նկարագրում իրան, նկարագրում է ինքդ քեզ, ու որքան դու վատ ես քո կոմունիկացիաների մեջ, կամահրանքով ես, արհամարանքով ես, քմծիծաղով ես, ավելի վեր դասելով ես, սա դիմացինի մասին չի, սա հենց քո մասին է, ու անգամ ժեստերի, արտահայտչամիջոցների մեջ ակնհայտ է բացասական վերաբերմունքը հյուրին։ Եթե դու կանչել ես ինչ-որ մեկին ցածրացնելու համար, ի սկզբանե շատ սխալ մեկնակետ ունես։ Ի սկզբանե դու քո մասնագիտության մեջ ձախողել ես։ Եթե դու կանչում ես բացահայտելու համար երևույթներ, խոսակցություններ, մի վախեցի, որտեղ քո հյուրը արդեն եկել է, տալու ուղիղ հարցեր, որովհետև ինքը նշանակում արդեն պատրաստ է, տեղ է, այլ ասում են, որ դա ամենաէժանագին ձևակերպումն է։
Մեկ է վերջում մի հատ ընդհանրական միտք է ուզում ասել, որ իմ պատկերացմամբ որևէ մասնագիտացման հաջողություն չի չափվում իր հանրային լինելով, իր պահանջարկով, թե որքան մարդ է ներգրաված, որքան մարդ է ընտրություն կատարում տվյալ ուղղությամբ, այլ չափման միավորը անհատի երջանկության մակարդակն է, ինքնառեալիզացումը տվյալ ընտրության մեջ։ Ու մենք չպետք է սահմանափակենք, որակավորումներ տանք, որպեսզի մարդը ճնշվի իր իսկ ընտրության համար, որովհետև մենք չենք կարող որոշել, թե յուրաքանչյուր ինչով զբաղվի, առավել ևս այս դարում մենք պետք է խրախուսենք անհատականացումը, երբ որ դու ազատ ես քո ընտրության մեջ։ Ուզում ես զբաղվել թատրոնով, դա քո որոշումն է։ Ուզում ես զբաղվել բլոգինգով, դա քո որոշումն է։ Եթե դու երջանիկ ես, եթե դու ինքնաբավ ես քո ընտրության մեջ, մենք չպիտի ստեղծենք կարծրացած ինչ-որ ստանդարտներով միջավայր, որտեղ մարդը անհաշտ կլինի սեփական ընտրության հետ։